Herkes Աստված, herkes աղակս ամենայնի դեր herkes։ Փառք Աստուծո, որ դերը սիրելներ արժանի ըրավ, այսօր Սուրբ ուրեմն Ղազարոսի հարության դոնն է, հիշադակն է մեր Հայաստանի Ցարակերական Սուրբ Եկեղեցու մեջ եւ վաղվն է կսկսի ամենեն կարևոր խորհուրդը զարգազարտը Հիսուսի աղտական մուտքը դեպի Երուսաղեմ եւ ավակ շաբաթը ու երկարի մինչեւ Քրիստոսի հարությունը։ Սիրելիներ, ամեն տարի հավատ քույսեր արաքելության այս մեծ ընտանիքով արդեն դարիներ շարունակ կգազմագերվեմ ապաշխարության աղոթքներու մտամփոփման օր։ Մտամփոփվիլ, ինչ կնշանակի մտամփոփվիլ։ Կնշանակի սիրելիներ, մենք մեր մեջ մտնել եւ անգերձանալ մեր անձին հետ, Աստուծո հետ միասին։ Որովհետեւ մենք կրտանք արդակնաբես ուրիշներուն երևին ուրիշ տեսակ։ Բայց մենք սիրելիներ չենք կրնալ մեր անձը ծածկել Աստուծմե։ Եվ հետևաբար այս ապաշխարության ժամանակը, օրը, որ պիտի անցնենք ամբողջ օրը աղոթքներով, ամբողջ օրը սիրելիներ Աստուծո հետ խոսելով, պիտի մենք մեզ տեսնենք, որ ինչ բաներու մեջ թերացած ենք, ինչ բաներու մեջ դժբախտաբար առաքինություններ բացած ենք, եւ անոր համար դիրոջ դիմաց կանք եւ ասենք մեղա Աստծո։ Սիրելիներ, դերը խոնար սիրտերն է որ գսիրե։ Դերը խոնար սրտերուն է որ շնորհ կուտա։ Աստված հբարտները չի սիրել։ Եվ որքան փորձենք մենք մեզ այսպես ցույց տալ, որ մենք հավատացյալ ենք, Աստված է որ պիտի թափի։ Ինչպես որ երբ որ երկու օկիներ դաջարկացին գբատմե Հիսուս, Փարիսեցին եւ Մաքսավորը, երբ որ արդեն Փարիսեցի անունը լսեին մարդիկ, գիտեին, որ անիկա հավատացյալ է, պիտի բրգվի։ Իսկ երբ որ մարդիկ այդ ժամանակ Մաքսավոր անունը լսեին, Մաքսավորը այն էր, որ դուր կհավաքեր ժողովուրդեն, ամեն մարդ կսեր, որ ուրեմն Մաքսավորը պիտի գործվի։ Եվ երկուքն ալ երբ որ դաջարկացին, Մաքսավորը ձունգի եկած էր, գլուխը աչքերը վերջեր կդար պարսացնել, իսկ Փարիսեցին գանկնած էր եւ ինքզինքին մասին կխոսեր Աստուծո դիմաց։ Ինքզինքն էր որ գկովեր։ Ասելու համար որ շնորհակալ եմ քեզի դեր, ես ուրիշներուն պես չեմ, այս Մաքսավորին պես ալ չեմ, մեղավոր, այլ ես շաբաթ երկու անգամ ձոմ կբահեմ, դասանորդ կուտամ, այս այդ։ Իսկ Մաքսավորը ձունգի աչքերը վերջեր գնա պարսացնել եւ գսեր դեր մեղավոր եմ ես, ներեին մեղքերս։ Մարդոց աչքին թիմած սիրելներ Մաքսավորը մեղավոր էր։ Փարիսեցին արդար էր։ Բայց փառք Աստուծո, որ երբ որ դուրս ելան, Հիսուս եզրակացությունը տվավ։ Ասավ ճշմարիտ կսեմ ցեզի։ Այս Մաքսավորը ինքն էր, որ արդարացած դուն քնած։ Եղբայրներ եւ քույրեր, հիմա մենք ուխտի եկած ենք այս սուրբ վայրի մեջ եւ այս սուրբ վայրը ինչու կսեմ սուրբ վայր, որովհետեւ երկյուղածությամբ կքրգեմ դեր Հիսուս Քրիստոսի խաչապայտեն մասում կա այստեղ։ Մենք Հիսուսի խաչապայտին թիմացն է որ սիրելիներ հիմա մեղայի պիտի կանք։ Հիսուս ինքն է որ բիդերսես սիրելիներ, երբ որ դուն վերադառնանք, ինքն է որ երկնքի մեջ բիդեսե հրեշտակներուն դիմաց այս անձը արդարացած դուն կնաց այս անձը բժշկված դուն կնաց եղբայրներ եւ քույրեր մենք այստեղ չենք եկած որպեսի մեկս մյուսին վրա ցույց տանք որ մենք մյուսեն ավելի լավ ենք եկած ենք սիրելներ մեկ բանի համար մրցակցելու իրավունք գիտեք ինչ խոնարհության մեջ ով ավելի պիտի խոնարհի Տիրոջ դիմաց բայց ոչ թե հբարտության օգիով, այլ իսկապես իր սրդին մեջ, թիմացին ավելի լավ համարելով կարին անձը։
այստեղ գտնվին սիրելներ Սուրբ Մարգոս Ավետարանիչին մասունքը նաև։ Այստեղ գտնվի Սուրբ Գևորգ Զորավարին մասունքը։ Այստեղ գտնվի Սուրբ Մինայի մասունքը։ Բազմաթիվ սուրբերու մասունքներ կան, Սուրբ Մովսես Սևին մասունքը։ Մենք գտնվինք Սուրբ Անդոն Անաբադականի անունով այս վանքին մեջ, անաբադին մեջ։ Կոպտիկ, Գբդի, Օրթոդոքս արաքելական եկեղեցին, որ մեզի մեր արաքելական եկեղեցվո, հայ եկեղեցվո, քույր եկեղեցի է։ Սուրբ Անդոնը սիրելիներ գահամարվի անաբադի հայրերու ջկնավորներու հայրը։ Ինք փոքր տարիքեն սիրելիներ մեծարուստի ընտանիքի զավակ էր, փոքր տարիքեն իր ծնողները երբ որ գործընծնե օրը եկեղեցի եղած ադենը Հիսուսի խոսքերը գընթերցվեր եւ գընթերցվեր այն բացությունը ուր գսվի որ Հիսուսի մոտ մեծարուստ մարդ մի եկավ երիտասարդ մեկի իշեք բացությունը եւ ասավ ինչն են որ երկնքի արքայությունը ժառանգեն Հիսուս ասավ քնա ունեցածը ծախի եւ դեպս կնա ինչու ասավ այդպես որովհետեւ Հիսուս տեսավ որ այդ մեծարուստին սիրտը ինչին կապված էր հարստության փողին ամենուն այդպես չսավ Հիսուս այլ Հիսուս սիրելներ ուզեց մարդուն ցույց տալ ինչ բանը որ իրեն կապած է այս աշխարհի մեջ եւ արգելք երկնքի արքայության անոր համար ասավ քնած ծախի ունեցածը եւ դեպս է ահա այս բացությունը երբ որ ուրեմն գընթերցվել է եկեղեցու մեջ Սուրբ Անդոնը իր անձին վրա արավ այդ խոսքը եւ իսկապես քնած իր ամբողջ ունեցածը ծախեց աղքատներուն բաժնեց եւ անաբադ քաշվեցավ անաբադի մեջ սիրելներ հանդիպեցավ առաջին ջկնավորին որու մասին մարդ չէր գիտեր անունը Բողոս էր ասի Եգիպտոսի անաբադի մեջ երբ իրեն հանդիպեցավ Սուրբ Բողոսը պատմեց իրեն որ ով էր ինք եւ ինչու համար Աստված Անդոնը գրգացել իր մոտ որովհետեւ հաջորդ օրը Սուրբ Բողոսը մահացավ եւ Սուրբ Անդոնը դարձավ անաբադի բոլոր հայրերուն ջկնավորներու հայրը Սուրբ Բողոսը ինքը առաջին էր Սուրբ Բողոս ոչ թե ուրեմն Ավետարանի Սուրբ Բողոսի մասին է ասիկա խոսքը սիրելներ երրորդ տարին վերջը եւ մենք ամեն բادرակին երբ գիշենք սրբոց ջկնավորածը մեր սուրբերը գիշենք այնտեղ գիշենք Բողոսը առաջինը հետեւաբար սիրելիներ ահա մենք գտնվենք Սուրբ Անդոնի այս վանքին մեջ հզոր սուրբ եղած է Սուրբ Անդոնը Սատանան շատ փորձած է զինք, չափազանց շատ փորձած է, անաբադի մեջ Սատանան զինք կվախցներ, մինչև որ սիրելներ Սուրբ Անդոնը այնքան զորացավ, որ Սատանանը սկսավ իր մե վախնալ ու փախչի։ Ուր որ Սուրբ Անդոնը գլար, Սատանան կփախչեր։ Այդքան հզոր, ջկնավոր ու սուրբ եղավ։ Սիրելներ բազմահարյուր աշակերտներ ունեցավ Սուրբ Անդոնը, բազմաթիվ կրություններ ունի ջկնավորության, սրբության, ես այս մեծ բաղոց օրերուն իր գիրքը կկարտայի եւ այնտեղ խոսք մգար որ սրտի շատ տվավ, ասա որ ցեզ իրսեմ ինչու համար Աստված չեք սիրել, որովհետեւ ասա Աստուծո պատվիրանները չեք պահել։ Եվ Հիսուս ինչ ասավ, ով որ ինձի կսիրե, իմ պատվիրաններս կպահե։ Սիրելիներ Աստված կսիրենք, ինձ մի ասեք այո։ Աստուծո բիդեսենք, ես եւ դուք հավասար։ Աստուծո բիդեսենք այո, խաչին դիմաց բիդեսենք այո։ Բայց հետեւյալն է, գբահենք իր պատվիրանները։ Այսօր սիրելիներ հիմա պիտի ապաշխարության աղոթներ ենք։ Այս աղոթները որ ցեզի համար պատրաստած եմ, այս աղոթակիրքը սիրելիներ առնված են եկեղեցու հայրերեն, առնված է Մանասե թագավորին, Դավիթ թագավորին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցեն, Սուրբ Նարեգացիեն, Սուրբ Եփրեմ Ասորիեն եւ բազմաթիվ սուրբերեն աղոթներ, որբեսի իրենց այս աղոթներով մենք սիրելներ անդրադառնանք ու զղջանք մեր մեղքերը։ Քույրեր եղբայրներ,
աչքերով չընթերցենք այս աղոթները, այլ այս աղոթները թող մեր երակներու մեջ մտնեն, մեր հոգին մեջ են անցնին, որպեսզի իսկական զղջումով Տիրոջ դիմաց ունենանք։ Այժմ պիտի հրավիրեմ, որ ամենքդ հոդնգայս, հայրմերը ասեն, հայրմերեն ետ սիրելներ ամենքս պիտի դառնան դեպի արևմուտք, երեք անգամ հրաժարին կպիտի ասենք, սատանային հրաժարին եւ ապա դառնանք դեպի արևելք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն, Հայր մեր, որ ներքինս ես, Սուրբ Գերեցի անուն քո, եկես արկայություն քո, երեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, զհաց մեր մանավազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ զարակից մեր, որպես եւ մենք թողում մերոց պատահանած, եւ մի տանիրուց գործություն, այլ պետյաց մեզ իշխարե, զիկոյ արկայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս հավաքենից ամեն։ Դառնանք դեպի արևմուտք, երեք անգամ ասենք հրաժարին։ Գհրաժարին սատանայեն եւ անոր բոլոր տեսակի խաբերություններեն, անոր պատրանքներեն, խորհուրդներեն, ճամփաներեն, անոր չար կամքեն, անոր չար կամքը կատարող հրեշտակներեն եւ անոր ամբողջ չար զորություններեն ամբողջությամբ գհրաժարին։ Գհրաժարին սատանայեն եւ անոր բոլոր տեսակի խաբերություններեն, անոր պատրանքներեն, խորհուրդներեն, ճամփաներեն, անոր չար կամքեն, անոր չար կամքը կատարող հրեշտակներեն եւ անոր ամբողջ չար զորություններեն ամբողջությամբ գհրաժարին։ Գհրաժարին սատանայեն եւ անոր բոլոր տեսակի խաբերություններեն, անոր պատրանքներեն, խորհուրդներեն, ճամփաներեն, անոր չար կամքեն, անոր չար կամքը կատարող հրեշտակներեն եւ անոր ամբողջ չար զորություններեն ամբողջությամբ գհրաժարին եւ գտարնան դեպի լույսը Աստված եւ անոր գիտությունը։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորել եւ խոսել եւ գործել, առաջի քո ամենայն ժամ, իջար խորհրդոց, ի բանից եւ գործոց, հրկյազիս եւ կողորմյան քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Գահավատամ ամենասուրբ երրորդության, Հորը որդին եւ Սուրբ Որդին, գահավատան Գաբրիելի ծերամ հավետունին, Քրիստոսի ծնունդին, մգրտության, շարժարանքներում, հաճելության, երեկորյա հարումին, հարության, Աստվածապես համբանալու եւ հոր աչակողմը նստելու, եւ ահեղ ու բարավոր երկրորդ կառուստին, գտնունին եւ գավառան, ամեն։ Սիրելիներ, ապաշխարություն։ Ապաշխարությունը առաջին երթին անդրադարձ է մեղքերու։ Անդրադարձ, որ մենք մեղավոր ենք այս կյանքի մեջ։ Անդրադարձ, որ մենք մեղքեր գործածենք ու Աստուծո սիրտը ցավեցուցած։ Սատանան սիրելիներ խաբեց մեր նախածնողները Ադամն ու Եվան, զանոնք մեղքի առաջնորդելով։ Աստված ասաց էր անոնց, որ մեղք մի գործեք, պատվիրանազանց, օրինազանց մի ըլլակ, որտեղ այն օրը, որ մեղք գործեք, անշուշտ պիտի մեռնի։ Եվ որ Ադամ եւ Եվան մեղք գործեցին, ճիշտ է ֆիզիկապես չմեռան, բայց հոգեպես այդ օր մեռան։ Ինչու՞, որովհետեւ Աստուծո ներկայությունեն ինչ եղան, զրկվեցան, գդրվեցան, դուրս տրվեցան։ Ուրեմն մեղքը առաջին հերթին Աստուծմե ինչ է, բաժանում է։ Աստուծմե բաժանում է։ Երբ որ գմեղանչենք,
մենք մեզ Աստուծմե գբաժնենք, գեհերացնենք, անարակ որդին իր հորը դունեն, իր հորմեն ինչ եղավ, հերացավ, հաշնվեցավ, և որքան հերացավ իր հորը դունեն, այնքան ավելի մեղք գործեց, մեղքի մեջ ինգավ, բայց երբ որ սիրելիներ հետո անդրադարձավ, զղջաց, ապաշխարեց, վերադարձավ իր հոր և իր մեղքերը ինչ րավ, խոստովանեցավ, խոսեցավ, ինչ ասելով, մեղանչեցի հայր, քու և երկնքին առջև, և հայրը ինչ րավ, ընդունեցի, ներեց անոր մեղքերը, քրգեց իր որդին, որդիության բատիվին պարսացուց, մադանի անցնելով, բատմուջան տնելով, գոշիկ հագցնելով, և այս բոլորը սիրելիներ ցույց կուտա Քրիստոս մեզի հանդեպ իր ունեցած խորունկ սերը։ Սիրելիներ, Հիսուս Ղուգասու ավետարանի մեջ կգարտանք 3 պատմություններ պատմեց ապաշխարության մասին։ Գործված ոչխարին արագը, թե ինչպես մեկը գործվեցավ, հովիվը 99-ն բարախի մեջ ապահով բահեց քնած գործված ոչխարին հետևեն, երբ որ կդավ ուսերուն վրա առավ զինք և վերադարձուց հոդին, երկրորդ գործված թրամին արագը, երբ որ դերը սիրելիներ ցույց տվավ, թե գինը թրամը գործընծած էր դան մեջ փնտրեց ու կդավ և ուրախություն ըրավ և երրորդ անարակ որդին արագը։ Սիրելիներ, 15-րդ գլխու 7 և 10 համարներու մեջ Հիսուս հետևյալը գսե. ճշմարիտ կսեմ ցեզի, նույնպես երկնքին մեջ հորս ռեշտակները ուրախություն պիտի ապրին, պիտի ուրախանան յուրաքանչյուր մեղավորի ապաշխարության համար։ Մենք այսօր եկած ենք այստեղ սիրելիներ, որպեսզի մեր ոտքին տակ ջզմենք սատանան, մեղքը, որ մեզ խաբեց և մեզ այս մեղավոր վիճակին աստծուց։ Եվ եկած ենք միաժամանակ սիրելիներ երկինքը ուրախացնելու, որովհետև ամեն մեկ արդյունք, որ կտապենք մեր հոգին մեջ, մեր սրտին մեջ, մեր աչքին մեջ, երկնքի մեջ ռեշտակները գծնձան սիրելներ, որովհետև ապաշխարությամբ Աստուծո սիրտը կուրախանա։ Մեղքը սիրելներ Աստուծմե հերացումը և Աստուծո սիրտը կցավցնե։ Հիսուս երբ որ խաչին վրա կամվեցավ սիրելիներ Հիսուս, որովհետև մեր մեղքերը կամեց խաչին վրա, մեղքին վարձքը մահ է, ամեն անգամ որ մեղք գործենք կնշանակի Հիսուսի ձեռքերում կամը ավելի կզորացնենք, բայց ամեն անգամ որ սիրելներ մեղքեն կհրաժարինք, դերը սիրելներ մեզ իր սրտին մեջ կառնե ու կբուժե մեր ցավերը։ Մեղքը կանսերի մեզ է, քաղցկեղ է, ինչպես որ քաղցկեղը մեջեն գուտե մարդը, մեղքն ալ մեր հոգին կգրծե, մեղքը մեր մեջեն գուտե մեզ, և եթե չբուժենք, ամբողջ մեր հոգին սիրելներ քաղցկեղով կմեռնի հավիտեն ապես։ Իսկ ինչպես կբուժենք։ Քրիստոսի արյունով, ապաշխարությամբ, սուրբ հաղորդությամբ, աղոթքով, ձոմավահությամբ, բարեգործությամբ, առաքինությամբ, Աստուծո պատվիրաններու մեջ են գալելով, սուրբ գիրք ընթերցելով, եկեղեցի աջակելով, սուրբ Քրոջ սերտողությանց մասնակցելով, այս բոլորը սիրելիներ թեղամիջոցներ են, որոնք հոգիի քաղցկեղը մեղքը կբժշկեն։ Սիրելիներ, առաջին ապաշխարության աղոթքը, որ պիտի ընթերցենք, Մանասե թագավորին աղոթքն է։ Մանասե թագավորը սիրելիներ հին գդագարանի թագավորներեն մեկն էր, անիկա շատ բիրձ թագավորն եղած է, շատ բիրձ, հազուն մեղքեր գործած թագավոր եղած է սիրելիներ, հազուն մեղքեր գործած։ Եվ նույնիսկ Աստուծո չհավատացած, հակառակ որ ինքը եբրայեցի եղած է, և Աստուծո հակառակ բազմաթիվ բուրքեր գանքնեցուցած է։ Աստված զինք սիրելիներ հաստիարակելու համար քերի բռնվիլ տվավ, քերի բռնվեցավ, քերության դարվեցավ
Եվ այդ ժամանակ Մանասե թագավոր անդրադարձավ։ Գիտա որ այդ բոլորը իրեն հետ կվադային, որտեղ ինք Աստուծմե երացավ, այդ քերության մեջ, այդ փանդարգության մեջ ինչի եկավ զղջումի դարձի եկավ։ Զղջաց, աբաշխարեց եւ այս աղոթքը գրեց։ Ու Աստված ներեց Մանասե թագավորին։ Հագարակ իր փազում մեղքերով եւ Աստված ետ վերադարձուց իր թագավորության։ Ահա սիրելիներ Մանասե թագավորը օրինակ է մեզ մեր յուրաքանչյուրին, որ դերը գները բոլոր անոնց, որոնք սրտանց կզղջան գավաշխարեն ու ետ կվերադարձնե իրենց։ Եկեք միասին ընթերցենք Մանասե թագավորին աղոթքը։ Դեր ամենագալ Աստվածը Աբրահամի, Իսահակի, Հակոբի եւ անոնց արդար սերունդերուն, ամենագալ Դեր ներե մեղքերս, ում որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ինչ որ կզարդարե զանոն, ամենագալ Դեր ներե մեղքերս, ծովը ու հրամանիդ ենթարկեցիր, անոր խորում ջուրերուն սահման դրիր, եւ քու սքանչելի հարավորյա եւ սուրբ անունովը զանոն պահեցի, ամենագալ Դեր ներե մեղքերս, եւ քու ահավոր զորությունը ցույց կտաս, ամեն ինչ կսարսի ու կթողա, ամենագալ Դեր ներե մեղքերս, անչափորեն մեծավայելու չէ քու սուրբ հարկը, սաստիկ է ու սպառնալից թարգությունը մեղավորներուն վրա, բայց նույնքան անչափելի եւ անքննելի է քու խոստացած ողորմությունը, ամենագալ Դեր ներե մեղքերս, դու Դեր արդյալ ես, գտած, ամբերադար եւ արադակուտ, եւ կմեղքնաս մարդոց վրա բերելու բադիժը անոնց շարիքներուն, ամենագալ Դեր ներե մեղքերս, դու ով Աստված աբաշխարություն չսահմանեցիր արտարներուն համար, Աբրահամին, Իսահակին ու Հակոբին համար, որոնք քեզի դեմ մեղք չգործեցին, ամենագալ Դեր ներե մեղքերս, այն աբաշխարություն սահմանեցիր ինձի մեղավորիս համար, որովհետև մեղքերս ծովու ավազեն ավելի եղան, անօրենություններս անչափորեն շատ եղան, ամենագալ Դեր ներե մեղքերս, այնքան շատ են հանցանքներս, որ նույնիսկ արժանի չեն աչքերս վեր բարձրացնելու դեպի երկինք նայելու, ամենագալ Դեր ներե մեղքերս, գքած եմ մեղքերուս ծանության տակ, Գարձես ուսերուս տրված երկան շղթամը տան և հանգիստ չունիմ, ամենագալ Դեր ներե մեղքերս, ու զայրույթը փորփոքեցի ամեն չարիք գործելով, գանգնեցի և ըրի ամեն բան որդուն գադես, ամենագալ Դեր ներե մեղքերս, բայց հիմա Դեր խոնարհությամբ Ձունգի մուկամ սրտիս մեջ և քու բարեկտությունդ կայցեմ, ամենագալ Դեր ներե մեղքերս, մեղք գործեցի, Դեր մեղք գործեցի և շատ լավ գիտեմ անօրենությունս, ամենագալ Դեր ներե մեղքերս, գաղաչեմ և կխնդրեմ, ներե ինձի, Դեր ներե ինձի, անօրենությանս համար զիս որուստի մի մատներ, ամենագալ Դեր ներե մեղքերս, ինձի հանդեպ ընդմիշտ հարգացած մի մնար, մի շեր չարիքներս և զիս մի թադաբարդեր անոնց է, որոնք իրենց չարիքներով իջացեն մերելներու աշխարը, ամենագալ Դեր ներե մեղքերս, որովհետև դու ով Աստված, աբաշխարողներուն ներող Աստվածն ես, ինձի անարժանիսալ ցույց տուր բարերարությունդ, ամենագալ Դեր ներե մեղքերս,
Փրկեզիս ու արատ ողորմությանբը, և ես պիտի օրհներգեմ քեզ, կյանքիս մնացած բոլոր օրերում, ամենակալ Տեր, ներե մեղքերս, քեզ որդներգեմ Տեր, երկնքի բոլոր հրեշտակները, և դու գտե փառքը հավիտյան, ամեն։ Ներե մեզի մեր մեղքերը Տեր, ներե մեզի մեր մեղքերը։ Սիրելիներ, մենք այսօր որպես ուխտավոր եկած ենք, որպես մեղավոր ուխտավորներ, Քրիստոսի խաչապայքին դիմաց խոնարհելու, խաչյալին դիմաց խոնարհելու եւ ասելու Հիսուս Քրիստոս, ներե մեզի մեր մեղքերը, բժշկե մեր հոգին ցավերը, բժշկե մեր միտքը, սիրտը, մարմինը, Սատանայի բոլոր արձակած խայթոցներեն և թունավոր նետերեն։ Եկեք միասին երգենք սիրելիներ, ես մեղավոր ու անցավոր, հազար անգամ ապաշխարող, սակայն երբեք չարդարացող, ես մեղավոր մի ուխտավոր։ Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, ես մեղավոր մի ուխտավոր։ Կուտի մացըտ եկած եմ, բժշկեմ հոգիս Տեր։ Ես մեղավոր ու անցավոր, հազար անգամ ապաշխարող, ես մեղավոր ու անցավոր, հազար անգամ ապաշխարող, սակայն երբեք չարդարացող, ես մեղավոր մի ուխտավոր, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, ես մեղավոր մի ուխտավոր, ես մի անցավ խորանում, մի գատիլ խուկ ուրվարում, ես մի անցավ խորանում, մի գատիլ խուկ ուրվարում, զերկացրծայ թողս պարվեմ, գուցե հայտես կուտին հասնեմ, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս, ես մեղավոր մի ուխտավոր։ Սիրելիներ, երբ որ օրմի Հիսուս կկալեր, մեկը սկսավ բույրը հորալ, Հիսուս, Դավիթի որդի, ողորմե ինձի, Հիսուս, Դավիթի որդի, ողորմե ինձի։ Շուրջինները փորձեցին լրացնել զինք, լրացնել, որ չաղաղագե, սակայն ինք իր շուրջիներում մտիկ չրավ, ինք իր սրտի ցայնի մտիկ գրավ, ինք իծավ, որ կարիք ունի, գտած դիրոջ, և հակառակ անոր, որ փորձեցին զինք լրացնել, ինք ավելի բարձր սկսավ աղաղագել, Հիսուս, Աստուծո որդի, Դավիթի որդի, ողորմե ինձի։ Մինչև որ սիրելիներ, Հիսուս գանգնեցավ և ասավ ինձի բերեք,
ուրախացուցին մարդունսին, որ քեզ կգան չէ։ Այդ գույրը քնած հավատքով դիրոջ դիմաց։ Հիսուսավ, ինչ կուզես որ ունեմ քեզի։ Գույրը սիրելիներ, գիտենք որ ընդհանրապես գույրեր այս կյանքի մեջ, ընդհանրապես աղքատիկ որ գլան, թրամ գմուրան։ Թրամ չուզեց Հիսուսը։ Ուրիշ բան չուզեց, այլսա որ դեր, կուզեմ որ աչքերս բացվին։ Գիտսա որ սիրելիներ, այս մարդը ոչ թե ուրիշ մարդոց նման էր, որ իրենց ողորմություն խնդրել, այլ այս մարդը դիեզերքի արարիչն էր, այս մարդը ինչ որ գամենար կկարողանար, եւ որ ասա որ դեր, կուզեմ որ աչքերս բացվին, Հիսուսը ասավ, թող բացվին, քո հավատքի համաձայն թողնա։ Սիրելի եղբայր եւ սիրելի քույր, սիրելի եղբայրներ քույրեր, ինչ հավատքով եկած եք այսօր, ինչ խնդրանքով եկած եք այսօր։ Եթե ունիք փակված աչքեր սիրելներ, բույր աչքեր, եթե ունիք զավակներ, թորներ, որոնց հոգի աչքերը փակ են, աղաղակեցեք ձեր սրտի խորերեն, Աննայի նման, Սամվելի մոր, Աննայի նման, որ սիրելներ սրտի խորերեն գաղոթեր, Փերանը միայն կշարժեր։ Եղիսե քահանան կարծեց, որ քինով էր, եւ որ հանդիմանեց, ինքը սավ Աննան, ես քինով չեմ ասավ, ով քահանա, ես ասավ սրտիս խորերեն է, որ Տիրոջս գաղաղագեմ գուլամ, եւ Եղիսեն ասավ, Աստված սրտիդ համաձայն պիտի տա քեզի։ Սիրելի քույրեր եղբայրներ, ինչ աղոթքով որ եկած եք, Աստված ձեր սրտին համաձայն թող տա քեզի։ Տեսեք, Հիսուս ասավ, եւ բազմաթիվ անգամ դեռ հրաշք գործած ադեր ասավ, հավատքիդ համաձայն թողնա քեզի։ Եթե մեկը հավատ չունենար, պիտի բժշկվեր, ոչ։ Մի կասկածի Տիրոջ զորության վրա։ Նույնիսկ սիրելիներ, եթե այսօր ձեր ընտանեկան կյանքի մեջ խոր վիրապ մը գա, Գեթսեմանի մը գա, Երոնի ծոր մը գա, արցուն կա, նույնիսկ եթե սիրելիներ ամեն թռները փակված են ձեր դիմաց, գիտեք որ թուր մը գա, որ բաց է, Տիրոջ թուրն է անիկա, ողորմության թուրը։ Եկեք միասին սիրելիներ, զղջումի աղոթ կգարտանք Սուրբ Մեսրոպ Պաշտոցի գնաց, մեր աչքերը երկինք բարձրացնենք եւ խնդրենք գտած Աստծուց մեր, որ գտա մեզի դեր, գտա մեզի, զիս ընդունիր որպես ավազակը, զիս ընդունիր որպես բորնիկը, որ մեղայի եկավ, որտեղ դերը ասավ փարիսեցիներուն, ճշմարիտ կսեմ ցեզի, որ մաքսավորները եւ բորնիկները ցեզ մե առաջ պիտի մտնեն երկնքի արքայություն։ Սիրելիներ, ով որ ամենքս ալ մեղ գործած ենք, բայց սիրելիներ, ով որ իր մեղքը գզղճա ամբողջ սրտով, դերը գսե գներեմ ու հավիդյան չեմ իշեր։ Եկեք հոս երկրի վրա զղջանք մեր մեղքը, որբեսի Դադաստանի ժամանակ դերը չբացահայտե ամբողջ աշխարհին դիմաց։ Աղոթք զղջումի։ Աչքերս դեպի քեզ կբարձրացնեմ դեր, գտությամբ նայե ինձի եւ ողորմե, թունես իմ հույսս եւ ապավերս, ազատես ինձ մեղքերու որոկայտեր եւ ողորմե, ով իմ ազատարարս եւ բրգիչս, ազատես ինձ մեղքերու որոկայտեր եւ ողորմե, իմ անձս բազմաթիվ մեղքերով ծառապելնված է, միայն քեզի մարտասերին կաղաչեմ, ողորմե ինձի, ով Աստված, ազնամեղությամբ եւ արցունքներուս բխումով ու սրտիս հարաճանքներով անդադար գաղաչեմ, կավություն շնորհե ինձի, ով Աստված, ով բազմագութ եւ մարտասեր, մեղքերուս թողություն շնորհե, որովհետեւ միայն քեզի կբաղատիմ, կավություն շնորհե ինձի, ով Աստված, մարտասեր Աստված, դու որ մաքսավորը արտարացուցիր, քավեզիս մեղավորս ալ, դու որ հակուստիտ կղանցկովը քեզի թպչովը բժշկեցիր, քավեզիս մեղավորս ալ, դու որ խոսքիտ հրամանով անդամալույցը առողջացուցիր, քավեզիս մեղավորս ալ, ով բրգիչ, դու որ այլազգի կնոջ աղաղակը մարտասիրապար ընդունեցիր, իմ մեղավորիս ապաշխարության ձայնալ արժանիր է ընդունելության, մեղավորները ընդունող բրգիչ, դու որ աղախինին հարաճանքի ձայնին հանդեպ լուր չմնացիր,
Իմ մեղավորիս ապաշխարության ձայնալ արժանի է ընդունելության, ում որ առաջնաբարգև հացի բշրանգը չզլացար տալ հովվասեր շունին, իմ մեղավորիս ապաշխարության ձայնալ արժանի է ընդունելության, ոտքերուտ կինամ և մեղքերուս թողություն կխնդրեմ, աղաչանքներս մի անդեսեր, ով հայր, մաքսավորին մեզ գաղաղագեմ, և որնիկին մեզ արցունքներս ոտքերուտ արջևը գտապեմ, աղաչանքներս մի անդեսեր, ով հայր, աներևույթ թշնամիեն վարդվեցա, և հանսարկուին հախնին նեդերեն վիրավորվեցա, աղաչանքներս մի անդեսեր, ով հայր, ոտքերուտ կինամ դեր, ովոր մեկ հասմամեղիս, ով պրգիչ, կանանացիին ցայնով գաղաղագեմ կեզի, ովոր մեկ հասմամեղիս, ով պրգիչ և բարերար, աքսավորին հարաչանքով գբաղատին կեզի, ովոր մեկ հասմամեղիս, ու մեծ գտությամպը, ովոր մենցի, ով Քրիստոս, որովհետև ես ու շնորհին և ողորմությանդ կարող եմ, ովոր մեկ և լսե ինձի հասմամեղիս, լսե դեր, ողբալիս հեծեծակին և ծավակին բաղադանքներուս ցայնը, որովհետև իմ հորի վարկովս ամոթով կգանքնիմ քո առջևը, ողորմե և լսե ինձի հասմամեղիս, ընդունե դեր, աղաչանքներս և սրտիս հառաչանքները, կանանացի կնոջ պես գաղաղագեմ, ողորմե և լսե ինձի հասմամեղիս, գույս Մարիամեն ծներով մարդիկը պրգելու եկար, և քու գենքանարար հարությամբը մահկանացուներս անմահական հարության հրավիրեցի, ուստի մորդ աղաչանքով պրգե մեզ, ով պրգիչ, ով Մարիամ, մայր Աստուծո, դու որ անաբական ծնուտովդ նախամոր ծավերը ճնչեցիր, հարևոսեր միացիր որդի, որ մեր մեղքերում կապանքները կագե և աղաչե, որ մեզ փորձուտնե պրգե, հանեղ անը, որ հոր և սուր ոգին համակոյ է, երկրի վրա երևալով արարածները պայծարացուց և հզորին կարողությամբ մեզ որդեկության շնորհքին ընծայեց։ Ամեն։ Ու մայրիկ Աստվածածինը բարեխոսը լասին գլներ մեր դիրոջ մոտ, որովհետեւ դերը սիրելներ մեր ծանր կյանքի ճուրերը քաղցրահամ քինի վերածե, ինչպես Գանայի հարսանիքի ընթացքին Աստվածամոր բարեխոսությամբ դերը ճուրերը քինի վերածեց։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, դերը պատրաստ է ներելու։ Հիսուս կսե հայտնություն ովանու կրկի 3-րդ գլխու 20-րդ ամարի մեջ։ Ահա ես կանգնած եմ սրտի թրան դիմաց եւ թուրը գտակեմ, ով որ հանա ներս պիտի մտնեմ եւ անոր հետ ընկեմ։ Լսեցիք սիրելներ կարևոր բառը ինչ էր, ով որ հանա։ Թուրը գտակե դերը միշտ մինչև այնադեմ, որ այս կյանքի մեջ շունչ ունենք, դերը չի թատրիր մեր սրտին թուրը տակել է, բայց կարևորը ով է, որ մենք ինչ ենք, հանանք մեր սրտին թուրը մեր դիրոջ դիմաց։ Եթե կուզենք, որ դերը երկնքի թուրը փանա մեր դիմաց, պետք է թուրը փանանք մեր սրտին Հիսուսին դիմաց։ Հիշեցեք ավազակը Աճագոմյան։ Տեսեք սիրելիներ, երկու ավազակները, որ Հիսուսի երկու կողմերում խաչվեցան, երկուքն ալ սկիզբը ծաղրեցին Հիսուսը, ծաղրեցին, բայց հետո Աճագոմյան ավազակը զղջաց, ապաշխարեց եւ իր սրտի թուրը բացավ, եւ որ Հիսուսին դիմաց սրտի թուրը բացավ, Հիսուսին ասավ դեր, հիշեզիս, եւ որ արքայությամբ կուկաս, եւ այն ադեն Հիսուս իրեն ասավ, ճշմարիտ կսեմ, Տուն այսօր ինձի հետ պիտելաս ռախքի մեջ։ Ահա սիրելներ, երբ որ մենք ալ դիրոջ դիմաց մեր սրտի թուրը բանանք,
դերը գսե այսօր ինձի հետ դիպաս։ Եկեք Դավիթ թագավորին գրած 25-րդ Սաղմոսը գարտանք։ Այս սիրելիներ զղջունիչ Սաղմոս է գարտանք եւ Դավիթին բարերը թող մեր բարերը լա։ Աղերս վլանքի բահում։ Քեզի բուղեմ աղոտքս դեր, քեզի վստահացեմ ով իմ Աստվածս, թող ամոթով չմնամ, թող տշնամիները չխնդան իմ վրաս, թող ամոթով չմնան բոլոր անոնք, որոնք քեզի գուսան, Աստուծմե հեռացածները իրենք թող ամչնան, հաջողություն չունենան, հայտնի ինձի քու կամքը դեր, քու ճամփաները սորվեցուր ինձի, սորվեցուր ինձի եւ առաջնորդե, որ անխախտ մնամ ճշմարտությանդ մեջ, որովհետեւ դու ես Աստվածս, իմ բրգիչս, եւ ես քեզի վստահացեմ դեպակար, դե հիշե որ դու միշտ գտած ու ողորմած եղած ես, ներե այն մեղքերն ու հանցանքները, որ իմ մատղաշ տարիներուս գործած են, եւ ես դեր ողորմությամբ, որովհետեւ բարի ես, դերը բարի է եւ ուղիղ, այդ պատճառով իր ճամփու մեջ կդաստիարակե մեղավորները, իր դատաստաններով կառաջնորդե հեզերը, իր ճամփան կսորվեցնի անոնց, իրոց ճամփաները սեր ու հավատարմություն են, անոնց, որոնք իր ուխտը եւ պատվիրանները կբահեն, դե դու որ ողորմած ես, ները իմ անօրենությունս, որ այնքան մեծ է, դերը իր մե վաղցող մարդուն ցույց կուտա անոր ընտրելիք ճամփան, անիկա միշտ երջանկություն պիտի ունենա, անոր սերունդը երկիրը պիտի ժառանգեն, դերը իր մե վաղցողներուն մտերմություն ցույց կուտա եւ իր ուխտին պատվիրանները անոնց կսորվեցնեն։ Ես աչքերս չեմ հեռացնել Տիրոջ մեն, որ զիս ամփորձան դուրս կբերե չարին ցանցերեն։ Նայե ինձի եւ ողորմեն, որովհետեւ մինակ եմ ես եւ դարաբյալ։ Նեղություններս շատցան, հանգստացուր իմ սիրտս եւ վիշտերես զիս դուրս բերե։ Դես դակնավս ու դարաբանքս եւ իմ բոլոր մեղքերս ճնջե։ Դես, որքան շատ են տշնամիներս եւ ինչ վայրակ ադերությամբ զիս կադեն, պահե զիս, բրգե, թող ամոթով չմնամ, որովհետեւ քեզի ապավինեցավ, եթե քու աչքիդ կատարյալ եմ եւ ուղիղ պահպանե զիս, որովհետեւ ես իմ հույսս քու վրա տնի, ով Աստված, բրգե քու ժողովուրդը իր բոլոր նեղություններեն, ամեն։ Տեսեք այստեղ Դավիթ կսե նեղություններս շատցան, հանգստացուր իմ սիրտս եւ վիշտերես զիս դուրս բեր։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, շատերը կճանչնամ շատ մոդիկ են եւ եկած խոստովանած եք, եկած խնդրած եք աղոթներ, իսկ անոնք որոնք առաջին անգամ է այսօր գուքան, գիտեմ սիրելիներ ամենք սալ վիշտեր ունենք մեր սրտին մեջ։ Այդ վիշտերը շատ խորն են, գիտեմ։ Դերը սիրելիներ բոլորիս վիշտերը գտեսնեն։ Ինքը վշտի դեր դարձավ, որպեսզի մեր վիշտերը մեզ հեռացնեն։ Գիտեմ, որ սիրելիներ շատերուց սրտի մեջ ընտանիքներուց ցավ կա, մանավանդ եւ գտեսնեք, որ ընտանիքի մեկ անդամը կամ անդամները հեռացած են Աստուծո, չեն ուզեր Աստուծո մոտենալ, չեն ուզեր Աստուծո ժամանակ տրամադրել եւ անիկա ավելի ահավոր վիշտ է, քան մարմնավոր հիվանդությունը։ Հոգեվոր ցավը ավելի խորունգ է, երբ գտեսնես զավակդ, գտեսնես թորնիկդ, եղբայրդ, քույրդ, հայրդ, մայրդ, ովևէ մեկը, որ քեզի շատ մոտիկ է, սիրելի է եւ դժբախտաբար Աստուծո հերու է։ Գիտեմ, որ դուք ալ սիրելիներ անձնապես ծեր անձնական վիշտեր ունի, դերս ոմանք ընտանեկան, ոմանք նյութական, ոմանք գործի, ոմանք թուղթերու, եկեք սիրելիներ, վշտի աշխարհին մեջ են աղաղակենք Տիրոջ, որովհետեւ դերը սիրելիներ լսե, որովհետեւ դերը գսե, երբ կանչես,
բիլսեմ ահավասիկ հոսեմ, և խնդրես, բիլսեմ ահավասիկ կեզ գրի։ Հիսուսը սավ, թուրը տագեցեք, և իդի պացվի ձեր դիմաց, խնդրեցեք, և իդի կրտնեք, խնդրեցեք, և իդի դրվի ձեզ։ Եկեք սիրելներ միասին երկենք վշտաց աշխարհին։ Վշտաց աշխարհին, քեզ կաղաղակեմ, ով բարձրեույն մեջ բնակով է, հոգիս կճշմի, մեղքեր ու սվեր են, ողորմած բրգիչ կտա ինձի։ Իմ թշվարոքից հանգիստ կպնդրեմ, ես շատ հոգնած եմ, ունայնը կյանքեմ, ըստ ոմանք չունիմ, սիրտս կոտրած է, ողորմած բրգիչ կտա ինձի։ Անառակ որդին, հորդունը թողոց, հաճույք պնդրելու քեզ մերու, այս անապարին մեջ մորեցավ, ողորմած բրգիչ կտա ինձի։ Իմ թշվարոքից հանգիստ կպնդրեմ, ես շատ հոգնած եմ, ունայնը կյանքեմ, ըստ ոմանք չունիմ, սիրտս կոտրած է, ողորմած բրգիչ կտա ինձի։ Սրտանց կզղջամ, և կապաշխարեմ, ահրի արցունքով գողտամրես, ինձ եկանաժան, ես կեզի կուկամ, ողորմած բրգիչ կտա ինձի։ Իմ թշվարոքից հանգիստ կպնդրեմ, ես շատ հոգնած եմ, ունայնը կյանքեմ, ըստ ոմանք չունիմ, սիրտս կոտրած է, ողորմած բրգիչ կտա ինձի։ Ողորմած բրգիչ կտա ինձի։ Եկեք միասին վերջին լողոսենք, ողորմած բրգիչ կտա ինձի։ Սիրելիներ, սրտի ցավը արդայդող ամենեն հզոր մեկ բառը գիտեք ինչն է։ Մեղա։ Մեղա։ Մեղա կնշանակե մեղանչեցի, ներեինցի։ Մեղա կնշանակե զղջում։ Մեղա կնշանակե խնդրանք, աղաչանք, որ դերը քավե մեր մեղքերը։ Մեղա կնշանակե խոնարհություն։ Որովհետև սիրելիներ շատ դժվար է այս կյանքի մեջ, որ մարդիկ մեղա ասեն։ Ընդհանրապես մարդիկ միշտ կսեն ինչու ես ինչ մեղք գործեցի։ Մեծ սուրբերը սիրելիներ իրենց կյանքի մեջ մեղայի եկած են։ Եվ մեծ սուրբերը իրենք զիրեն կոչած են մեղաբար, հազմամեղ, հազմատիվ մեղքեր գործող։ Սուկրիկոր նարեգացին Մատյան ողբերգության աղոթագիրքը, որ ամբողջությամբ զղջումի ապաշխարության գիրք է, 27-րդ հանը խոսքը սիրելիներ ամբողջությամբ մեղայի մասին է։ Ես այդ 27-րդ գլուխեն ամփոփված
Դողեր տրածեմ սիրելեր սուրբ նարեկացի հետ։ Եկեք սուրբ նարեկացին բարերով մեղայի կանք, Տիրոջ դիմաց եւ խնդրենք, որ Տերը ները մեզի մեր բոլոր մեղքերը։ Մեղայի աղոթք։ Մեղա մեծի բարերանության, ես անարգս մեղա։ Մեղա ժառակայտներու ծաղումին, ես խավարս մեղա։ Մեղա ամբավ երախտիկի շնորներուտ, արդարեն մեղա։ Մեղա զիս ոչեյութենե ըստերձողի, ըստուկապես մեղա։ Մեղա երազանց կրկիտ կրկանքներու, շաբազանց մեղա։ Մեղա անդվաղ լույսիտ վայելումին, ես նենգովս մեղա։ Մեղա անջար կյանքիտ ճաշանումին, հասմիցս մեղա։ Մեղա անհաստ սիրերուտ բարկեմներուտ, հանաբաս մեղա։ Մեղա աստուծո կովյան մարմինին, մահուչավ մեղա։ Մեղա արարիչի աշտելի արյունին, իսկապես մեղա։ Մեղա երախտիկըտ որնանուս համար, նորեն մեղա։ Մեղա մարմինովս ամբարդամանելով, իմարս մեղա։ Մեղա կյանքըտ ուրանանուս համար, իսկ և իսկ մեղա։ Մեղա խոսքըտ արհամանելով, շարաչար մեղա։ Մեղա ես ինձինքս սադագումի ենտարգելով, վատկարս մեղա։ Մեղա մեղա ինձինքս անգենտան մահբան տադավարգելով, ծաղրելիս մեղա։ Մեղա կուպարցությանըտ հանդեպ ամպատկարը լալով, դաղդգալիս մեղա։ Երբ որովհետև դու գրնաս այս բոլոր մեղքերուս թողություն տալ և բժշկել իմ մահացու թողությունս, ով ողորմություններուն Տերը և ամենուն Աստվածը, Թագավոր Քրիստոս, Բարձրյալ Հոր որդի, ըստեղծող, գթած, բարերար, օրդյալ, առատ, հզոր, ահավոր, ողորմած, տեսուչ, օգնական, հաստիչ, ազատիչ, հարմանիչ, էցուցիչ, երկայնամիտ, անողագալ, ապավեն, բժիշ, գովյալ, երկնավոր, անչափ, լույս, կյանք, հարություն, նորոգություն, հարություն, եթե արտասիրությամբ հայիս, ինչպես ու սովորությունը թե, ես քեզի նայելով կհեծեցեմ, եթե մտի գնես, կհառաչեմ, եթե ունգընտրես, կբաղադին, եթե անսած, կավերսեմ, եթե ներես, կաղաչեմ, եթե ինձի կառնաս, կգոչեմ, իսկ եթե անդես ես, կգործանիմ, եթե ոտնագողն ես, կուլամ, եթե ոգեպահիկս չշնորես, կմերնիմ, եթե ահարկու թենք ցուցնես, կսարքիմ, եթե սաստես, կդողամ, եթե խետով նայես, կսոսկամ, եթե սաստկանաս, կսարսափին, եթե հալածես, կհեծեմ, իսկ եթե երեսեցը կես, կպջանամ, եթե վհատության ողբերս կեզի ընդունելի չլան, կդակնաբին, եթե խստանաս, կպաղչին, եթե սպառնաս, կնջվին, եթե կնես, կկարգոցվին, ու եթե ուժով ակնարկես, կսուզվին, եթե չխնայես, կմերժվին, եթե կանչես, կվախնամ, եթե աչքդ հարես, կամշնամ, եթե ձայն տաս, գերկնչին, որովհետև մերժեցի բարիքներուն վարկևը, թողուցի երանությունը, լգեցի շնորը, ծրվեցի ուխտը, մորցար կյանքին ավանդը, կորսնցուցի համարձակության վստահությունը, հարգացուցի էյարներուն ըստեղծիչը, ընդոտնեցի անջարելի շնորը, այլայլեցի բատիվին պատկերը, իսկ եթե կտալով առաջանքներուս հեղցուցիչ ծավին վրա, Տեր Հիսուս Քրիստոս,
իմ վրա կատարես իրագործումը սուրբ գրքի այն խոսքին, թե բժշկությունը կդադարեցնե ամենամեծ մեղքերը, այն ադեն ու ամենարար այս կացությանը շնորհիվ քու վրատ պիտի պատվաստվիմ ու քու լուսեղեն երբարանքը հոգիս մեջ նկարվելով վերստին պիտի կավություն գտնեմ ու երկրորդ անգամ պիտի ստեղծված լամ անախտական անմահ կյանքով փրկվելով հարկ քեզի օրը եւ սուրբ ոգիի հետ հավիտյանս ամեն ամեն սիրելիներ որքան հզոր աղոթներ են բայց սիրելիներ երբեմն մարդիկ ինձ գսեն հայր բարձր զորավոր աղոթքի պետք ունիմ սիրելի քույրեր հայրեր զորավոր աղոթքները փարերուն մեջ չեն զորավոր աղոթքը հոգիիդ մեջ չէ թե ինչ հոգիով գաղոթես Աստուծո նույնիսկ եթե մեկ փարս ես մեկ փար ամբողջ հոգիով էյությամբ այդ ժամանակ սիրելներ զորավոր աղոթք կլա ինչը սավ Հիսուս որն է ամենամեծ առաջին պատվիրանը սիրել ու դեր Աստվածը ամբողջ սրտովդ, ամբողջ հոգիովդ, ամբողջ մտքովդ եւ ամբողջ զորությամբ ահա սիրելներ ամբողջ այդպես ալ ամբողջ հոգիով եթե աղոթենք անիկա հզոր աղոթք է Աստուծո քահը գշարժվի եւ հիշեցեք եւ որ Հիսուս սիրելներ Հայրոսի դուրը գերտար որ անոր մերած աղջիրան հարություն դար Թեր մամերց էր այդ աղջիկը Հայրոսի հետ եկավ Հիսուսի մոտ, բայց մինչև Հիսուս ասներ թանդաղեցավ, ինչու թանդաղեցավ, որովհետև ճանապարհին սիրելներ հսկա բազմություն կար, բայց գինը, որ 12 տարի արյունահոսութենե գդարաբեր, ինչ ուներ չուներ, գումար, ամեն տված էր բժիշկներուն, իր վիճակը ավելի վատ տարածած էր, ահա այդ գինը սիրելիներ թանդաղցուց Հիսուսին, ինչու Որտեղ այդ գինը ասավ, եթե միայն անոր հակուստի քղանցքին, հակուստին ձայնը տպնամ, պիտի բժշկվիմ։ Տեսեք սիրելիներ, ամբողջ հավատքը դրավ, Հիսուսի վրա ամբողջ հավատքը։ Եվ երբ որ հսկա բազմություն կար, ամեն մարդ Հիսուսի գզարնվեր, բայց այս կինը երբ որ եկավ Հիսուսի հակուստին տպավ, անմիջապես բժշկվեցավ, մաքրվեցավ իր արյունահոսութենեն։ Սիրելիներ, Հիսուս գանք արավ, եւ ասավ ով տվավ ինձի։ Պետրոսը զարմացավ, աշակերտները զարմացան, ասին որ դեր, այսքան բազմություն քեզի կտպնա, գսես ով տվավ ինձի։ Բայց Հիսուսավ, ինձ մե զորություն եղավ։ Սիրելիներ, Հիսուս գիտեր ով տվավ ինձի։ Բայց ուզեց որ այդ խոսքով հայտներ, թե ով իրեն տվավ, եւ այդ անձը խոստովաներ, վկայեր, եւ ինչ պատահեցավ, գինը տեսնելով, որ այլևս ծածկելի քանչուր էր, ինք եկավ խոնարհությամբ Տիրոջ դիմաց, բացմեց բոլորին դիմաց, այլ խոսքով վկայեց, որ ինչ դարաբանքներ ապրած էր 12 տարի, եւ վկայեց, թե ինչ հավատքով Հիսուսի տված էր, ու դպնալով ինչպես բժշկված էր, եւ Հիսուս անորիսավ հավատքը քեզ բրգեց, խաղաղությամբ կնա։ Հալելույա։ Սիրելի քույրեր եղբայրներ, ահա եկած եք հիմա, ծեր արյունահոսութենեն, այսինքն մեղքերեն մաքրվելու, հավատքով մոտեցեք Հիսուսին։ Նախ դուք բժշկվեցեք եւ ապա առաջնորդեցեք Հիսուսը ծեր դունը, ծեր մերած զավգի մոտ, ծեր մերած տորնիկի մոտ, ծեր մերած եղբոր կրոջ մոտ։ Դարեք Հիսուսը, լացեք Հիսուսին ասեք դեր, դես մերավ, հոգեբես մերած է մեղքերու մեջ, Հիսուսին քիրս է, մերած չէ, այլ գկնանա, և թող Հիսուս սիրելներ, թմրած հոգիները, քնացած հոգիները արթնցնեն, մեր ասկի զավակներու, համայն աշխարհին, մեր ընտանիքներուն և մեր հարազատներուն։ Եկեք միասին դարձյալ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության այս աղոթքը աղոթենք մաքրելու աղերսիասկա։ Խնդրենք Տիրոջն է, որ մաքրե մեզ և մեր
հարազատները բոլոր մեղքեր են։ Աղերս մաքրվեք, ընթերցեք։ Ամեն ժամ իմ աղաչանքս այս է, ով Տեր, մաքրես ինձ իմ մեղքերից։ Անցանքներուս պատճառով սիրտս կզարթունի, կաղաչեմ քեզի, ով Տեր, ներե ինձ։ Արցունքներուս դիմաց լուր մի մնար, ով Տեր, որովհետև այս անցավոր երկրի վրա անդուխտ եմ ես։ Ողորմե ինձի, Աստված իմ, ողորմե ինձի, որովհետև բոլորովին անպատասխանի մնացած եմ։ Ներե ինձի, Տեր, ուղիղ են քո ճամփաները, բայց ես միայն մոլորեցա։ Հարցուր ինձ, ով Աստված, եւ ողորմե ինձի։ Արդար են քո դատաստանները, բայց ես եմ միայն մեղավոր։ Քավե մեղքերս, ով Աստված, եւ ողորմե ինձի։ Իմ հույսս քուն ես, Տեր, անցանքներուս կաղիչը, մի անդեսեր արցունքներուս ոսիլը, ողորմե ինձի, ով Աստված։ Անարակ որդիին պես եզի ապավինեցա, հայր, մեղանչեցի երկինքի դեմ երկու արջևը, ողորմե ինձի, ով Աստված։ Անհամար մեղքերես կրգես ինձ, ով Աստված, և արժանի եղել սուրբ արքայությանը, ողորմե ինձի, ով Աստված։ Խիստ շատ են իմ մեղքերս, սովու ավազեն ավելի ձանձր են, որովհետև միայն քեզի դեմ մեղանչեցի, ողորմե ինձի, ով Աստված։ Տեր, քաց իմ առջևս ողորմության թուրը, որ ողբարով քեզի կկանչեմ, որովհետև միայն քեզի դեմ մեղանչեցի, ողորմե ինձի, ով Աստված։ Ով ազնվոր և մարդասեր, քու կտությունը կապե իմ վրաս, որովհետև միայն քեզի դեմ մեղանչեցի, ողորմե ինձի, ով Աստված։ Մեղանչեցի քեզի դեմ, Տեր, մեղա, ողորմե, մեղանչեցի, անօրենություն գործեցի, և անօրեն թշնամին ձեռք ինգա, արդ ծունգի եկած աղաչեմ, ներե ինձի, Տեր, բոլոր մարդոցներ ավելի մեղ գործեցի ու ով իմ կտած դերս, ամենքեն ավելի անօրենություն արի և անօրեն թշնամին ձեռք ինգա, արդ ծունգի եկած աղաչեմ, ներե ինձի, Տեր, ով Տեր, քու ողորմությունը թող կա մեր վրա և քու բրկությանդ խոսքը մեղքերը թող բահե մեր անձերը։ Քու ողորմությունը, ճշմարտությունը և երեսիդ հույսը դեպի արտարություն թող առաջնորդեն մեզ։ Ով Տեր, դու որ ողորմած, գտած և երկայնամիտ ես, Սուրբ Աստվածածնին բարեխոսության, ընդունել մեր աղաչանքները։ Տեր, ու երկրորդ Քալստյանը դուրը լսեցի և վախցա, որովհետև սուրբ պատվիրաններեն սորվեցա, թե դու պիտի գաս աշխարհը դատելու։ Տեր, հիշեցի իմ չար գործերս և զարմուրեցա, որովհետև ճշմարտապես ջանցակ ու ահավոր և անաչառ Քալստյանը։ Տեր, հիշեցի նաև քո արարածներուդ հանդեպ ունեցած արարչական սիրույթ գուտը, ուստի քու կտությանդ ապավինելով գաղաչեմ, ողորմե ինձի այն օրը, ով Քրիստոս արդար դատավոր, ով Քրիստոս ու անաբական ծնողի Աստվածածնին աղաչանքով ու ողորմությանն հաց մեր սրտերուն իմանալի աչքերը, որպեսզի քու լույսիդ նայեն, ով Մարիամ, անարատ հույս, աղաչե անաբական Մեսայի, որ հաշտվի այլիացած ոգիս է և երստին սիրով միանա իր մեր հեռացածիս է։ Եվ արևերկեն անչար լույսով պայլիս և լուսավորես հավատացյալները և դադաբարտես անհավատ հրյաներուն ազգը, ով սուրբ քարաթև, զիս մեղքով խավարածիսատ լուսավոր է և երկնքի անչար արկայության մատյանի մեջ տասակարգ է, որպեսզի անդադար օրտապանդիս, քու գտե արկը ավիդյան, ամեն։ Սիրելիներ, որու երկանք,
Այս կինը մտածեց, որու երթան, որ բժիշկ կվին, Հիսուսին գնաց։ Գույրը սա որու երթան, որ աչքերը սպացին, Հիսուսի գնաց։ Փարիսեցի մաքսավոր սիրելիներ Զաքիոսը ըսա որու երթան, որ օքիս բժիշկ կվի, Հիսուսի գնաց։ Հայրոսը, եւ որ իր աղջիկը հիվանդ էր, մահամերձ ու մեռավ, որու գնաց, Հիսուսի գնաց։ Մենք ալ սիրելիներ, ուրիշ հասցե չունին, Հիսուսին, անոր համար անաբատ եկած են։ Գիտեք, չէ, մեծ մարգարեները բոլորը ուր կացած են, Աստուծո հետ խոսած են, անաբատ։ Հիսուս ուր գնաց, անաբատ։ Անաբատ կնշանակե սիրելիներ, այնտեղ ուր մարդ չապրի։ Եվ տեսակ, երբ որ եկանք այստեղ, մարդ չկար, որպեսզի մարդը կարողանա Աստուծո հետ հաղորդվի։ Հիմա այստեղ Հիսուսը կա, որտեղ Հիսուսը սա, եթե երկրի վրա իմ անունովս հավաքվի, ես ձեր մեջ կդնամ, եւ ինչ որ խնդրեք կդամ։ Եվ մանավանդ սիրելիներ, այստեղ է Հիսուսի խաչապայտի մասունքը, որում վրա Հիսուս իր արյունը տապեց։ Եկեք երկենք, Հիսուս կրնար միայն արյամբ յուր պատվական, որ խաչի վրա տապեց, ուժել, ներել, համայն, մեղքերդ ատամական, քնա հավատալով, քնա վստահելով, գնդունի քեզ այսօր և գնեք յանքը։ Հիսուս չսեր, որ ինձ մե հերացեք դուք մեղավորներ, այլ գսեր, ինձի եկեք, բոլոր մեղավորներ, հոգնածներ, զանապերնվածներ մեղքերով, և ես հանգիստ դիվիդանցեմ։ Հսեք, որ ու եկան, և որ իստարվում է, հսեք, որ ու եկան, ես իբս կոտրած է,
Միայն երթանք Հիսուսին սիրելներ, ինքն է որ մեր կյանքը գնորով։ Սիրելներ, այժմ պիտի ընթերցենք Սուրբ Եփրեմ Ասորիին Աբաշխարության աղոթքը։ Երկու բառով ասեմ ցեզի Սուրբ Եփրեմ Ասորիի մասին։ Մեծ սուրբ է եկեղեցու, շատ մեծ։ Ասորի եղած է սիրելիներ, մեր եկեղեցու հայրերը, եւ որ քրեություն եղավ, առաջին գործերեն եղած են նաեւ Սուրբ Եփրեմի, որոնք թարգմանված են հայերենի։ Սուրբ Եփրեմը սիրելիներ սրբագենցար կյանքով ապրած է։ Ասեմ որ սուրբերը շատ հալածված են։ Իրենց վրա չափազանց հանցանքներ փարթված են, սուրբ հանցանքներ։ Վանքի մեջ Եփրեմ ուրեմն գրոնավորը սրբությամբ կապրեր, ուրիշ Եփրեմ անունով մատակարար մտար։ Եվ այս Եփրեմ մատակարարը աղջիկա հետ հարաբերություն ունենա եւ աղջիկը հղի կմնա։ Եվ որ կհարցնեն աղջիկան, որ ով քեզ հղից քեզ, որովհետեւ աղջիկը գսե զիս բռնապարեցին, աղջիկը գելե սուտ կխոսի եւ գսե հայր Եփրեմը։ Եվ ամբողջ վանքը ու ամբողջ ժողովուրդը կմեղադրի հայր Եփրեմը ու կբարդատրի անոր, որ ինքը աշխատի ու այդ հղի գնոջ ծախսեր հոգա։ Ես Սուրբ Եփրեմը ինքզին չի պաշտպաներ, այլ խոնարհությամբ կհավատա, որ Աստված ինքն է, որ ճշմարտությունը մեջներ պիտի անի։ Եվ ամբողջ 9 ամիս Սուրբ Եփրեմը կաշխատի ջակդի կրտինքով ու կվահի այդ աղջկան գումար տանող։ Երբ այդ աղջիկը կծնի երեխան, քանի որ վերջ Սուրբ Եփրեմը կառնի այդ երեխան կբերե եւ ժողովրդին դիմաց կբարձրացնե ու երեխային գսե. ով երեխա Հիսուս Քրիստոսի անունով քեզի կպատվիրեմ, ժողովրդին ասես, ով է քու ճշմարիտ հայրդ։ Եվ այդ նորածին երեխան բարձրացային գսե, որ իր հայրը մատակարար Եփրեմն է։ Եվ այդ ժամանակ սիրելիներ ամենքնալ աբաշխարությամբ ներողություն կխնդրեն Եփրեմեն եւ այդ երեխան իր աչքերը փակելով դիրոջ ցերկելու մեջ կապան։ Ահա այսպիսի մեծ սուրբ եղած է Սուրբ Եփրեմ քուրի։ Բազմաթիվ աղոթքներ ունի, բազմաթիվ սիրելիներ ունի ինք զորավոր աղոթք 140 դուներե բաղկացած, որ մեր ներշնչվելով Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը գրած է հավատով Խոստովանին 24 տուները։ Ես այսօր ընդրած եմ այդ բազմաթիվ աղոթքներեն, ուրեմն աբաշխարության աղոթքը արևմտահայերենի թարգմանեցի ցեզի, որպեսզի ամենքը սիրելիներ հասկանան եւ աբաշխարության հոգիով ընթերցեն։ Միասին գարտանք աբաշխարության աղոթք։ Երկինքի ու երկրի Տեր Հիսուս Քրիստոս, իշխան կյանքի ու մահվան, թադավոր կենդանյաց եւ երեխեքով, հույս եւ ապավեն հոգիս, քեզի կմատուցնեմ իմ աղոթքի երկրվածությունս եւ աղերսներս, լսե ինձի եւ կավե մեղքերս, դու որ միակն ես առանց մեղքի, միակն ես որ սուրբ ես եւ սուրբերու մեջ կբնակիս, միակն ես որ գտած եւ ողորմած ես, ողորմե ինձի, ով իմ ստեղծիչս, եւ օրհնես ինձ, հաշտվե ինձի հետ, ով կենսատու,
եւ արքայությանը մեջ հիշեցիս, ինչպես ավազագին հիշեցի։ Հարցիր ինձի, ով իմ փրկիչ Աստվածս, եւ հերացուր ինձ մե ու ցասումը, հարգությամբ մի խրատերսիս, եւ ցասումովը մի անդիմաներսիս։ Հավիտյան մի բարգանար վրաս, եւ մի իշեր չարիքներս, եւ մի բաջերսիս ըստ իմ անօրենություններուս։ Ինձի իմ մեղքերուս համացայն մի վարվիր, եւ իմ անօրենությանս համացայն մի հատուցեր ինձի։ Մի զրկերսիս ու երեսել, եւ մի կատապարտերսիս, քանի որ շատ լավ գիտեմ, որ մանկուտենես իբեր անցավոր եմ եւ անպատասխան եմ ու արջևը։ Բայց թուն, ով թագավոր հզոր եւ անողական, թուն, որ մեղավոր գնոջ անցանքները ներեցի, ները իման մեղավոր եւ անօրեն ծառայի մեղքերը, որովհետև քու առատ բարերարությունը այն ժամանակ կերևի, երբ ողորմես ինձի, որ արժանի չեն քու ողորմությանը, երբ ինձի ցույց կտաս կտությունը, որ արժանի եմ դույր տանջանքներում, քանի որ իմ բոլոր օրերս անցուցի չարության մեջ եւ չվահեցի քու պատվիրանները, արդ քաղցրացիր նկատմամբս, ով բարի ու քաղցր թագավոր, հաշտվեք աստամերիս հետ եւ քու երեսը ինձ մի դարձնել ու բարգությամբ մի հեռացնել քու ծառայել։ Մի անդեսել ու մի գերզիս, ով իմ փրկիչ Աստվածս, քանի որ թեև ես Սուրբ Ոգի դաջարը ապականեցի անարար բարքովս, բայց դու գտա վրաս, ով ողորմած ու անհիշացյալը ստեղծիչ, եւ իմ հոգիս իրենի կրակին մի դատապարտել, հավիտենական կրակով, ներողամիտ եղիր ինձի անձև, ով մարդասեր, եւ ինձի ապաշխարության արիչ շնորհել, ու արցունքով զղջում եւ սորացուր ինձ սիրտը, որպեսզի օր ու գիշեր իմաստության խորին ու օրենքներուդ մասին եւ հարություն ու արդարություն գործեմ ու արժևը։ Իմ աչքերս քեզի կբարձրացնեն եւ իմ ամբողջ սրտովս կկանչեմ քեզի, ով Տեր Հիսուս Քրիստոս, միածին Որդի Աստծո, որ քու մարդասիրութենետ հաղթվելով կամավորաբար խոնարեցավ ու անջար պարքել եւ ծառայի կերվարանք արի, խաչի ու մահվան չարչարանքներուն համբերեցիր քու արարածներուն բրգության համար։ Արդ, քու որ այսպիսի սեր ունիս մարդոց հանդեպ եւ ուզես, որ ամեն մարդ բրգվի ու հասնի ճշմարիտ Աստված գիտության, կտա նաեւ ինձի հազմամեղիս, ով մարդասերդ է եւ իմ բրգությունս ուզե ու ողորմե ինձի, որ առավել ողորմելի են, քան բոլոր մարդիկը։ Քանի որ քեզի չսիրեցի իմ ամբողջ սրտովս, եւ քու պատվիրանները չվահեցի իմ ամբողջ զորությանս, այլ ունայնությամբ անցուցի իմ կյանքիս օրերը ու կատարեցի իմ սրտիս ցանկությունները, իմ օրերս պակսեցան, իսկ իմ անօրենություններս շատցան, եւ քեզներ բացի ինձի համար փրկության հույս եւ ապավինության դեղ չկա, քանի որ միայն քու բարերարությանդ կուսան եւ քու առատ ողորմությանդ կապահնի։ Եվ արդասուկներու բխումով գաղաչեմ քեզի, քանի որ դակավին իմ դարձի ժամանակը ապարտած չէ, քանի որ դակավին իսպար որսված չեմ, ինձի ապաշխարություն շնորհել եւ մերկերես առաջ արձակեցիս իմ մեղքերուս կապանքներեմ եւ մի իշեր իմ անդիր ամորենություններս։ Դու որ բոլոր բարիքերուն դերը եւ մեղքերը ներող իշխանն ես, քու բարեկտությամբ ծածկեին բոլոր հանցանքներս եւ մխիթարե վշտացած ու դարակուսած հոգիս եւ առաջնորդես, որպեսզի այսուհետև քու կամքիդ համաձայն ապրի բանդրտությանս մնացած ժամանակը եւ մի ցկեր որ իմ կամքիս համաձայն ապրի մինչեւ որ զիս տանիս ու բնակեցնես երկնքի արքայությանը օթևանալու մեջ
լսեք դեր ու անարժան ծառային աղոթները և խոնարեցուն քո ականջը իմ բաղականքներուս, թուն որսիր, պնդրեցեք և պիտի գտնեք, աղեցեք և պիտի բացվի ձեր առջև։ Այժմ հաց իմ առջևս ով դե ու ողորմությանդ դուրը, որ ողբալով քեզի գտիմեմ, և մի անդեսեր իմ մեղավոր անցիս աղաչանքները, ում որ չեկար արդարները կանչելու, այլ մեղավորները ապաշխարության, և առ խոնարհած հոգիով, փշրված սրտով, ամոթալից երեսով կբաղադին ու անուխագալ դերուտենեն, արդյանդ հասների առաջ գաղաչեմ և նախքան դրան պակվիրը ու ամփոփոխելի վճիր արձակելը արտասուքս ու արջևդ կհրենեն, ով ողորմած դեր, դու որ քաղցր և անիշաչար ու ներողամիտ ես արարածներու հանդեպ, իմար բույսերուն է մի դատաբարտեր զիս, հագելով ողորմությանը թուրը, և չար ու ձույլ ծառային է մին է դերզիս արտակին խավարը, ու լաց ու ակրաներու գրջատում բիգելա, մի երացներ զիս ու սիրելներու տասեն, և մի տարակներ զիս երանավետ հավիրական յանքեն, հայրերի ժարակուտենե առանց բաժնի մի ծկեր զիս, որ աշխարհ իսպիսպեն իսկ պատրաստած ես ու սուրբերու համար, և մի զրկեր զիս երկնավոր հարստարաներ, հանուն ու մեծ ու բարավորյալ թագավորությանը, Թադաստանի մի մտներ ու ծառային հետ և մի հատուցեր ինձի, ըստ իմ բազում անօրենություններիս, այլ շնորհե ինձի աչագոմյան դասին, արժանավոր ու կատարյալ հոգիներուն հետ միասին, լուսերեն ամբերու վրա բարձրանալու և գանգներու ու արջևը, զիսկ ու սիրելիներուն և ուգամքդ կատարողներուն հետ ուրախացուր հարազվարջ ուրախությանդ մեջ և արադաբարկեր պարկովը հարավորեն զիս արդարներու երամներուն մեջ անոնց է զիս ալպնագեցներով ու երկնային արկայությանը վերին Երուսաղեմի մեջ որպես անոնց է ծայնակցելով հարավորեն քեզ Որը և Սուրբ Հոգին հետ միասին այժմ և միշտ մեղավորյանս ամեն Հիսուս միայն ամեն բան է, ալֆան և օմեգան անին Հիսուս միայն ամեն բան է, ալֆան և օմեգան անին Առաջինը ու վերջինը իմ կյանքիս մեջ Ոտորիկները և ուկան զիսանելու տապարական Զորավոր բազուկներու մեջ գնդրկեզիս Ուստի գերքեմ ես ամերով Իրանունին հավատալով Եվ բոլոր մեր երստերեց ամեն բանեց իս հազարեց Ինքնենիայն ու նրխոսից անուշությունը իմ կյանքից Հիսուս միայն ինձի համար ամեն բան է Այս կյանքի մեջ շատեր ու կան առանց հավատի կմնան հավիտենական պատիժին կարժանանան Հիսուս ասոր համար եկավ Խաչապայտին վրա մեռավ որ ամենով որ հավատա փրկվի Ուստի անոր դու վստահել մեղքերը նոր խոստովանել հույսդ միայն Հիսուսը Մեր ճամփայեն մտիրքավեր
չերթա եւ չխնդրե որ իրեն բժշկե գբժշկվի ոչ սիրելներ մեր հոգի բժիշկի Հիսուս է ինք բժիշկերու բժիշկ ինքը սավ ինձի է ինքը սավ ով որ թուրը փանա հետևաբար իրեն երթանք թուրը փանանք ինքը բժիշկ է կարևորը մենք այլ քայլ դառնանք ինչպես որ անարակ որդին առաջին քայլ արավ մնացյալը հայրը արավ այսօր ժամանակն է որ դիրոջ դիմաց կանք որպես դերը մեզ բժշկի պիտի ուզեմ որ մեկ րոպե ամենքս լուր Հիսուսին հետ խոսենք մեր ծավերը մեր հիվանդությունները մեր մեղքերը հանցանքները զանցանքները Հիսուսին դիմաց բերենք որպես դերը բժշկե եւ աբա բժշկության վերջին աղոտ կգարտանք ու փառք Աստծո հետ կխոնարի ընթերցեք միասին բժշկության աղոթքը ով Հիսուս օգնության հասիր ինձի որովհետև որապես գդանչի ամենին շատ մեղքն է որ զիս գդանչի մեղքն է որ ինձի գծացնե մեղքն է որ զիս կիվանդացնե մեղքն է որ ոգիս կկայքայե մեղքն է որ զիս անուն կկնորե գաղաչեմ քեզի ազատես զիս մեղքերը և համորոքով տեսակներ, մեղքերու պատճառով գծավին մարմինս ու ոգիս, ով իմ մրգիչս, իմ օգնականս, իմ բաղավանս, ու ամբողջ սովությանը, հաստատես իսկ ու ճանապարհին, ու սրբությանը ուղին վրա, դերին, օգնեինցի, որ մորնամ իմ ցավերս, հիվանդություններս և դանչանքներս, ով ամենամեծ ու ջարդար բժիշկ, ով բժշկությունը մի ուշացնել և ճիշտ ադենին դուր զայն ինձի, դերին բժշկեզիս, դանաչեմ կեզի, խոնարին փառք Աստծուն և դեր ողորմյան։ Փառք Աստծուն, փառք
Բահբանիչ և ույս ավադացելոց Քրիստոս Աստված մեր, բահյա դեր, բահբանյա, օրտնյա, բժշտյա, զասկսայոց, զեգերեցին Հայաստանյաց, դուրս խաղաղություն համայն աշխարհից, հարց և փրկություն համայն մարդոց, և նաև դեր բժշտյա, զհոգիսն և զմարմիսն, հավատացյալ հազմությանս և համայն բարակայ սոցին, ընթովանյավ սուրբ և բադվագան խաչիվըտ կովի խաղաղության, պրգյա դեր, երևելի և համերևույթ շնամույն, աժնավորյա կողության պարավորել, սկեզնթոր և ընցրկող թույն, այժմ և միշտ և ավիդյանս ավիդեմիցան մեն, օրտնյալ դեր մեր, Իսուս Քրիստոս, ամեն։ Երթայքի խաղաղություն և դեր Իսուս Քրիստոս եղիցիան ցեզ ամենեսյանըտ, ամեն, թող դերը ընդունի ձեր բոլորին աղոթները, ընդունի ձեր բոլորին զղջումը, ապաշխարանքը և խոստովանությունը սիրելներ, դերը թող մաքրե ձեզ մարմնավոր հոգևոր բոլոր աղբերեն, թող բժշկե ձեր ընտանիքի անդամները, թող բժշկե մեր հայրենիքը, թող սրբացնե մեր եկեղեցին և կրոնավորները, թող զորացնե և իմաստություն շնորհե մեր պետական այրերուն, որպեսզի մեր հայրենիքը առաջնորդեն դեպի խաղաղ նավանքից, թող դերը բահե բահբանե մեր հայոց բանակը, թշնամի ովև մեկ քնթակ չմոտենա մեր զավակներուն, թող Աստված իր բաբան ռեշտակներով մեր սահմանները բահբանե հայրենի, որպեսզի թշնամին երբեք չկարողանա խուժել, թող Աստված չար ուժերու, չար ծրագիրները վերացնե մեր հայրենիքին վրայեն, թող Աստված կերևարված մեր զավակները դուն վերադարձնե անփորձան և դուներու մեջ նոր օրհնություն կա, թող Աստված երկնքի արքայության արժանացնե բոլոր մեր նահատակ զավակներուն, թող Աստված գորածները ետ հայտնաբերե և մեջտեղ ելեն սիրելներ գորածներու դուն դառնան, թող Աստված անոնք, որոնք խեղությունը ստացած են պատերազմի դաշտին վրա, ովև մեկ տեսակի թերությունները ստացած են մարմնավոր անդամներու հատումով, թող Աստված իրենք զորացնե ու բխիտարե և մեր բոլոր սգավոր մայրերուն, հայրերուն, այրի մնացած գիներուն, որբացած զավակներուն, Սուրբ Հոգու անսպար մխիթարությունը դա ու մեր ժողովրդին իրարու հանդեպ սեր, միություն, թող չարը մեր ժողովուրդը ոտքին դակ ճզմե,
Հաժանարար բոլոր հոգիները սատանային թող գործի մեր հայրենիքի վրայեն ու մեր հայրենիքը այլևս ոչ մեկ աբակած ցնցումներու չընթարգվի, այլ խաղաղությամբ ապրի։ Եվ դերը թող օրտնե, բահե բահբաներ ու խաղաղություն աստատե, թե Վարսկաստանի մեջ, թե Երուսաղեմի մեջ, թե Լիբանանի մեջ, թե Սուրիայի մեջ, թե Իրաքի մեջ, թե բոլոր դերերը սիրելիներ, ուր որ իշպախտաբար այսօր հրդեհված է գրակ, որբեսի միջին արևելքի մեջ ետ խաղաղությունը վերահաստատվի ու մարդիկ Քրիստոսը ճանչնան, Քրիստոսի դառնան եւ Քրիստոսով խաղաղություն ունենան։ Քրիստոսի խաչի զորությունը ցեզի հետ թողնա այժմ մինչև Ավիլյանս այդելուց։ Ամեն։